Ջան, այս ապերես ոնց եք ծրեք, գիտեք, ստեղից մի կիլոմետր եկով, գիտեք ինչ սելաֆեր, ավոր սելաֆեր։ Մենք է մտածում ենք դալիճ գծենք Չարենցավանում, բայց ուրախ եմ, որ Չարենցավանը մեզ դիմավորում ասենց արևոտ, պայծառ, ուրախ, եղանակով։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի Չարենցավանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել մայիսի 28-ին Հանրապետության օրվա կապակցությամբ տեղի ունենալիք զորահանդեսի գլխավոր փորձը դու փորձը պարտադիր է պետք է տեղի ունենա ստեղ վատ նյուանսներն է որ դե մարդիկ ենթադրում եմ արդեն տեսել են ինչ-որ բաներ նկարել են այսա համացանցում երեկվանից կա համացանցում հայտնված եւ մի քիչ ինտրիգը կնվազի բայց ցույց ունեմ ինտրիգը նվազելու հետ հետաքրքրությունը չի նվազի դեռ երեկվանից արդեն ես տեսա համացանցում անօթաչու թրջող սարքերի ճիշտ է փաթեթավորված էր տեսարանկար բայց նաև դրա պատճառ կա որովհետև այդ սարքը անօթաչու թրջող սարքը ինքը դեն սովորական ձևով հանրապետության հրապարակ հասցնել չերնի որովհետև թևերի բացվածքը շատ մեծ է եւ միջայլոց թևերի բացվածքի մեջ չի մենակ խնդիրը Հայաստանի Հանրապետությունը իր պատմության մեջ այդպիսի հեռահարության միջոց ըստ էության չի ունեցել եւ սա առաջի անգամ է բայց ես ուրիշ բանի մասին եմ ուզում խոսամ առաջիկայում քանի որ համ մի քիչ լարվածություն կա զորահանդեսի հետ կապված որովհետեւ հուզվում է այնուամենայնիվ ժողովրդի առաջ պետք է հաշվետու ունենք թե ինչ են կարել բայց դուք իհարկե վերջին տարիներին լսել եք բազմաթիվ անգամներ թե ինչպես են ձեզ հայտնի շրջանակները ինձ մեղադրում որ մենք մեր բանակը քանդել ենք որ մենք ուժեղ բանակ ենք ստացել որպես ժառանգություն եւ ուժեղ բանակ ունենալով մենք պարտվել ենք պատերազմում հիմա ես ուզում եմ մի օրինակ բերեմ ու այդ օրինակը դուք վաղը չէ մյուս օրը տեսնելու եք հնարավոր է այսօր ինտերնետում արդեն այսօր էլ տեսնեք ինչի համար եմ այս օրինակը բերում սրանով ես ուզում եմ խոսել բանակը քանդելու եւ 2010 Ժորժ ջան հարգելիներս սիրելիներս չեղավ ուրեմն ես ուզում եմ օրինակով որտեվ նախկինում չեմ խոսել ես դրա մասին չեմ խոսել քան ասել եմ բանակը քանդեց ուժեղ բանակ ունեինք այդ ուժեղ բանակով չգիտեմ պատերազմը պարտվեց այս արեց այն արեց ես ձեզ բերում եմ մի օրինակ որը դուք կարող եք տեսնել սեփական աչքերով հետո ստուգել իմացածները ընդ որում համոզված եմ հարյուրավոր այդ թվում հրապարակում հարյուրավոր այս ընթացքում բանակում ծառայած մարդիկ կան որ դա գիտեն ուրեմն մեր բանակի հրետանու առանցքային միավորը եղել է 1991 առանցքային հրետանային միավորը եղել է D30 հրետանային միջոցը այսինքն ինչպես տեսաբանը ասել հրետանին պատերազմի աստվածնա չնայած մի փոխվում է հիմա երևի անօթաչուներն են բայց էական չի գնանք այն ժամանակ երբ դեռ անօթաչու չկար ուրեմն D30-ը մեր հրետանու առանցքային գործոնն է մեր հրետանային թիվ 1 միջոցը առաջին անգամ ինչ է կարծում երբ է Հայաստանի Հանրապետությունը գործարանային արտադրության այսինքն զավադսկոյ ինչպես մենք սիրուն ենք ասենք D30 հրանոթ ունեցել ինչ է կարծում որ թվին եղած կլինի դա տեղի է ունեցել 2023 թվականին 2023 թվականից առաջ
մենք ոչ մի հատ D30 միավոր չենք ունեցել, որը գործարանից արտադրվի եւ բատակարարվի Հայաստանի Հանրապետությանը, այսինքն նոր վիճակում, ինչպես սիրում ենք ասել, յուղը վրեն, առաջի անգամ մենք D30 հրետանի ունեցել ենք 2023 թվականին։ Իսկ դրանից առաջ ինչ ա եղել։ Իսկ դրանից առաջ, որ Սերժ Սարգսյանն ասում էր 80-ականների զենքերով, ինքը իրականում գլուխ ա գովացել, երբ որ ասել է 80-ականների զենքեր, որովհետև այդ զենքերը եւ իմիջայլոց մեր բանակի սպառազինության 70 եւ ավել տոկոսը եղել է ոչ թե 80-ականների, այլ եղել է 70-ականների, 60-ականների, 50-ականների։ Եվ ահա, այսպիսի բանակ ենք մենք ժառանգել 2018 թվականին։ Իսկ այսօր մենք ունենք բոլորովին նոր բանակ։ Եվ էլի ուզում եմ ցույց տալ այդ բանակի նոր բանակի էությունը D30 հրետանի օրինակով։ Դուք կտեսնեք մայիսի 28-ին դուք կտեսնեք D30 հրետանին։ Նախկինում ուզում եմ ասել, պատկերացրիք, չէ, ինչ որ մենք ունեցել ենք, ոչ միայն օգտագործված ա եղել, այլև պիտանելիության եզրին գտնվող զենքեր են եղել։ Ну, ուտիլ չէ, բայց դա կոչվում է նիկանդիցիոննի կամ գրեթե նիկանդիցիոննի։ Այսինքն մենք այդ զենքերի մեծ մասին նույնիսկ փող չենք տվել, որովհետև մեծ հաշվով դրանք փող ըստ էության չարժեին են։ Հիմա դուք ինչ որ կտեսնեք մայիսի 28-ին, մեր D30-ները գործարանային արտադրության են, D30-ը, բայց մենակ վիզուալ կնայեք D30 հրետանուն եւ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեզ մենակ չափերով։ Այսինքն էլա պուշկա, էլա պուշկա։ Բայց մենակ չափերով կնայեք, թե նախկինում ինչ չափ ա ունեցել մեր հրետանային թիվ 1 միջոցը, այսօր ինչ չափ ունի մեր հրետանային թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջոցները։ Դա սարերի ու ձորերի տարբերություններ են։ Եվ հետևաբար, ես միջև հիմա չեմ հակադարձել այդ մեղադրանքին, բայց ես էլի ասում եմ, նրանք երբ որ ասում են, իրանք բանակ են ժառանգել, այդ երբ որ մենք ասում ենք կանսերվի կոկոշները մենակ դիրքերից կախված կանսերվի կոկոշները չեն եղել, այլ նաև մեր ունեցած զենք զինամթերքի 60%-ը հենց կանսերվի կոկոշի կարգավիճակ ա ունեցել, այ մենք տենց բանակ ենք ժառանգել եւ այդ բանակի ավերակների վրա նույնիսկ նոր բանակ կառուցել հնարավոր չէր, մենք այդ բանակի այդ ավերակները մաքրել ենք տարածքը բանակի ավերակներից եւ այսօր մենք ունենք ժամանակակից գերժամանակակից սպառազինության բանակ եւ դուք դա սեփական աչքերով եք տեսնելու։ Եվ նախորդ ամիս իմ մի քաղաքացու միջև մի խոսակցություն ա տեղի ունեցել, որը հետագա իրադարձությունների վրա ազդել ա։ Երևանի վարչական շրջանում մի մարդ տենց քննադատաբար ասում էր, չգիտեմ ինչ եղավ, չեմ էլ հիշում այդ պահը։ Բանակի հետ կապված խոսակցություն եղավ, ասի մայիսի 28-ին զորահանդես են կանելու, կգաք կնայեք, կտեսնեք, ասեց լավ է, գիտեմ ինչ է կանելու, ասեց ինչ են կանելու, ասեց էսա մուլյաժները, մակետները ստից նկարած բերելու եք անցկացնեք ու փորձեք համոզել, թե բանակ կա։ Այդ խոսակցությունը շատ ծանր նստեց ինձ վրա եւ մտածեցի ինչ պետք է անենք նման մտայնությունը արմատախիլ անելու համար։ Եվ որոշում կայացրեցի, նախկինում միշտ այդ սպառազինությունը հրապարակով անցնում էր ու հեռանում էր։ Հիմա մենք սպառազինությունը գնալու է Տիգրան Մեծ պողոտայում շարելու ենք ամբողջը, պատկերացրիք չէ, զորահանդեսից հետո եկավ անցավ, Տիգրան Մեծ պողոտայում շարվելու է, տրամաբանական հեռավորության վրա բարիերներ են դրվելու, որ երեխեքը չգնան կրակեն, բանանեն եւ այլն, քաշեն, քաշքշեն, եւ մինչեւ մայիսի 28-ի կեսգիշեր այդ սպառազինությունը մնալու է փողոցում, որ ձեզնից ով ուզենա գնա սեփական աչքերով տեսնի, համոզվի, գնա տեսնի եւ համոզվի, որովհետեւ այս զորահանդեսի նպատակը իրականում զորահանդես անելը չի,
մանավանդ խաղաղության միջավայրում զորահանդես անել այդքան էլ տրամաբանական չի, տրամաբանական չէ։ Մենք դա անում ենք ձեր առաջ հաշվետու լինելու համար։ Մենք որովհետև այս զորահանդեսը մեզ համար կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը գնա նայի եւ ինքը իր մեջ դա տանի, ով է ճիշտ ասում այս ամեն ինչը, ում է պատկանում ճշմարտությունը, ով է քանդել բանակը եւ ով է ստեղծել բանակ։ Իմ թեզը հետեւյալն է, մենք ստեղծել ենք նոր բանակ։ Ընդ որում, այդտեղ մենք ներկայացնելու ենք ժամանակակից օտարերկրյա արտադրության զենքեր։ Ընդ որում, շատ կարևոր է, որ մենք զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք։ Մենք այլևս 1-2 երկրից չէ, որ զենք ենք ձեռք բերում։ Մենք հիմա ասեմ, մենք 6-7 երկրից զենք ենք ձեռք բերում։ 6-7 երկրից, սա կարևոր է, որ մենք ունենանք ընտրություն, կարևոր է, բայց ամենակարևորն է, որ այնտեղ գեր ժամանակակից սպառազինությունը նաև լինելու որոշակի չափերի, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, արտադրված է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ սա արդյունք է այն բանի, որ մենք գիտության ֆինանսավորումը ավելի քան կրկնապատիկ ավելացրել ենք, շուրջ 27 անգամ 17 թվի համեմատությամբ սենց կամած ավելացրել ենք 27 անգամ։ Մենք գիտության ոլորտում աշխատավարձերը 100-ից 300%-ով ավելացրել ենք կապված ատեստավորման արդյունքներից։ Մենք Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում շուրջ 770 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել, այսինքն 170 միլիարդ դրամի ֆինանսավորում ենք ապահովել ռազմարդյունաբերական համալիրի համար։ Եվ գիտեք հիմա ինչ հաշվետվություն ունեմ ձեզ տալու, որ այսօր արդեն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը զենք է արտահանում միջազգային շուկա, զենք է արտահանում միջազգային շուկա։ Բայց բանակի բարեփոխումը սրանով չի ավարտվել։ Այսօր նախ մենք բանակի զինծառայության ժամկետային զինծառայության ժամկետը կրճատել ենք 1.5 տարի ենք դարձել 2 տարուց։ Երկրորդը մենք նաև վարժական հավաքների ժամկետներն ենք կրճատել, դա էլ մոռացել ենք ասել։ Նախկինում 3 ամիս է եղել վարժական հավաքները, այսօր 25 օր են վարժական հավաքները եւ համաձայն է որ վարժական հավաքները 3 ամիս ուրիշ բան է, 25 օրը ուրիշ բան։ 3 ամիս մարդուն տնից տեղից կտրելը ուրիշ, աշխատանքից կտրելը ուրիշ բան է, հիմա ուրիշ բան։ Հիմա ավելին կան կարգավորումներ, որոնք մարդիկ նաև վարժական հավաքի գնալու դեպքում իրանց աշխատավարձերն են պահպանում եւ նաև լրացուցիչ վճարում են ստանում։ Բայց նաև ուզում եմ հաճույքով արձանագրել, որ պաշտպան հայրենիաց ծրագիրն է ստեղծվել։ Լսել եք պաշտպան հայրենիաց ծրագրի մասին։ Ուրեմն տեսեք, դուք ծառայում եք պաշտպան հայր։ Ուրեմն պաշտպան հայրենիաց ծրագիրը հետևյալն է. 18 տարեկան զորակոչիկը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստվում է իր ցանկությամբ եւ պայմանագիր է կնքում ծառայության վերաբերյալ ու ատեստավորվում է։ Ատեստավորման տոկոսից կախված ստանում է 300,000, 400,000, 500,000, մինչև 600,000 դրամ աշխատավարձ։ Մարտական հերթապահությունից դուրս, այսինքն երբ որ սահմանին հերթապահություն չի անում, գիշերները քնում է իրանց տանը։ Եվ եթե նախկինում զինվորի ծնողը պետք է մտածեր, թե իր երեխուն ոնց գուլպա ու քաղցրավենիք հասցնի, հիմա այդ զինվորները իրանց տներն են պահում, իրանց ընտանիքներն են պահում եւ դեռ ավելին 5 տարվա ժամկետը լրանալուց հետո 5 միլիոն լրացուցիչ գումար են ստանում։ Այսօր մեր զինվորները, նրանք ովքեր բարձր ատեստավորումով են անցել, բանակում ծառայելով ավտո են առնում, իրանց ավտոյով են գնում ծառայության եւ հետ գալիս։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտը, որ հաջողությամբ ավարտում է, սպայական կոչում է ստանում եւ նշանակում է ստանում բանակում, պետության կողմից ստանում է բնակարան։ Պետության կողմից ստանում է բնակարան եւ այսինքն այս գլխից մենք սպայի բնակարանային հարցը լուծում ենք, բայց ուզում եմ ասել, որ շուրջ 2300 սպա երկարամյա զինծառայության զոհվածի ընտանիք, այլ կատեգորիայի մարդիկ շուրջ 2300 2000-ականների սկզբից իրանք բնակարանի հերթացուցակներում են եւ իրանք բնակարանի հարցը չի լուծվել։ Մենք մայիսի սկզբին կառավարության որոշմամբ նաեւ շուրջ 2300 ընտանիքների հետ կապված որոշում ենք կայացրել, ֆինանսավորում ենք տրամադրել եւ 4 տարվա ընթացքում բոլորը ստանալու են իրենց բնակարանները, որպեսզի նաեւ մենք նախորդ պարտքերը վճարենք։ Ու գիտեք ում պարտքերը, նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բանակ ենք քանդել։ Մենք ձեր քանդածները մինչև հիմա վերականգնում ենք, չի վերականգնվում, բայց մենք վերականգնում ենք եւ կվերականգնենք։ Ավելին ասեմ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսանողները ամիսը 170,000 դրամ կրթաթոշակ են ստանում եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժանի սաները դա ավագ դպրոցը 45,000 դրամ կրթաթոշակ է ստանում։ Ինչի համար ենք մենք սա անում, ժողովուրդ ջան, որտեղ մենք հասկանում ենք, որ բանակը եւ սպայական դասը պետության ողնաշարն են եւ բանակը բարեփոխելով մենք ամենևին պատերազմի չենք պատրաստվում, ժողովուրդ, մենք խաղաղության ենք պատրաստվում, որովհետև մենք հասկանում ենք, որ պաշտպանունակ եւ ուժեղ բանակ չունեցող երկիրը ինքը գայթակղիչ է ագրեսիայի համար, որովհետև կարողն ասեն մեկը բանակ չունի, ինչն է խնդրեմը, բան անենք, օկուպացնենք այդ տարածքները, բայց ուժեղ բանակն է, որ նաեւ լրացուցիչ գործոն է հանդիսանալու խաղաղության համար։ Եվ ես մեծ հաճույքով բոլորիդ հրավիրում եմ մայիսի 28-ին, այսինքն վաղը չէ մյուս օրը գալ Հանրապետության հրապարակ եւ տեսնել, վայելել եւ հպարտանալ ձեր նոր բանակով, որը նոր է ամեն ինչով։ Էտել ասեմ, դուք այնտեղ ոչ մի տեխնիկա չեք տեսնելու, որի առաջի օգտագործողը մենք չենք, ժողովուրդ, սա շատ կարևոր բան է։ Այսինքն գործարանից արտադրվում է Հայաստանի Հանրապետության համար։ Այնտեղ օդային տրանսպորտի մեջ կարող են լինել Su-25-ներ, որոնք մենք հիմա նոր արդիականացրել ենք, էտել է արդիականացված, եւ դա նույնպես շատ կարևոր արձանագրում է։ Եվ ես կարծում եմ, որ Հանրապետության օրը 2026 թվականի առանձնահատուկ ձևով է նշվելու Հայաստանի Հանրապետությունում, որովհետև մեր ժողովուրդը իրապես իր բանակը տոնելու առիթ է ունենալու, իր բանակը տոնելու առիթ է ունենալու եւ այդ բանակը նորա հագուստով, դաշտային հագուստով, տոնական հագուստով, բայց նաեւ հայեցակարգով։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է օգտագործվի եւ կիրառվի միայն ու միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը միջազգայինորեն ճանաչված պաշտպանելու համար, այլ խնդիրների համար բանակը չի կարող կիրառվել, բացի իհարկե միջազգային խաղաղապահ առաքելությունների։ Ժողովուրդ ջան, էսա միակ բանաձևը, որի վրա հնարավոր է ստեղծել եւ հնարավոր է ստեղծել խաղաղություն։ Տեսեք, այսօր շատ բան են ասում, ասում են, որ ես 2022 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Ճիշտ են ասում, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար։
Իսկ նրա համար, որ ի վերջո այդ գիտակցումը հասունացել է, որ ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունը ուրվագծվում է իր հարևանների տարածքային ամբողջականությամբ։ Այսինքն, ես ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ այդ հենքի վրա է հնարավոր միակ խաղաղությունը, որը մենք կարող ենք ունենալ։ Եթե մենք այս ուղեգծից շեղվենք, մենք ետ ենք գլորվելու կոնֆլիկտի հորձանուտը եւ պատերազմները չեն ուշանալու, պատերազմները չեն սպասելու։ Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեկ ասում է ծովից ծով Հայաստան։ Ինչ ծովից ծով Հայաստան, ժողովուրդ ջան, ինչով ծովից ծով Հայաստան, ով է զոհվելու ծովից ծով Հայաստանի համար։ Այդ մարդը, որի նկարն էլ այնտեղ կախած է, ասում եմ իր ընտանիքի մի անդամ Հայաստանի սահմանի անվտանգության համար մի կրակոց նույնիսկ չի արձակել։ Եթե նրանք կրակել են Աբովյանում, Մարինջում, Կոտայքի մարզում, սեփական երկրի քաղաքացիների դեմ։ Այսօր եկել են ծովից ծով Հայաստան են խաղացնում։ Գիտեք ինչ եք ծովից ծով Հայաստան խաղացնում։ Ձեզ մղում են, որ դուք պայքարեք ծովից ծով Հայաստանի համար։ Կներեք, դուք Դուբայում տուն ունեք։ Ձեզ եմ հարցնում։ Հարցից ունեք Դուբայում տուն, իսկ Եվրոպայում տուն ունեք, Ամերիկայում տուն ունեք, ոչ մի տեղ չունեք, իրանք ունեն բոլոր տեղերում եւ դրա համար ուզում են Հայաստանը մարտադաշտ դարձնեն, որ իրանք գնան իրաց տները վայելելու, որովհետեւ եթե եւ երբ այս ընտրություններում ժողովուրդը հաղթի, իրանք բոլորը պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանից հեռանալու, Հայաստանից փախնելու հնարավորության մասին երազելու են, բայց մենք իրար հետ այդ հնարավորությունը իրենց չենք տալու այդ հնարավորությունը, սրա մասին այս ընտրությունները եւ մենք այսօր պետքա տեր կանգնենք ամենակարևորին։ Այդ ամենակարևորը ես համարում եմ Հայաստանում հաստատված խաղաղությունը, որի առիթով ձեզ բոլորիդ շնորհավորում եմ, Հայաստանում հաստատված է խաղաղություն։ Մեր խաղաղությունը 9 ամսեկան է, եւ 9 ամսեկան խաղաղությունը ես համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ճիշտ է թե ճիշտ չի։ 9 ամսեկան երեխան ցանկացած ընտանիքում այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության առիթն է։ Ինչքան էլ խնդրեմ լինի տանը ընտանիքում կենցաղային, որտեղ 9 ամսեկան երեխա կա, այդ ընտանիքը անխուսափելիորեն երջանիկ պահերա ապրում, երջանիկ ազգում իրան։ Նույն երջանկությունը այսօր խաղաղությունն է Հայաստանի համար։ Եվ 9 ամսեկան խաղաղությունը 9 ամսեկան երեխայի հետ մի ուրիշ ընդհանրություն էլ ունի։ Եթե իրան չխնամես, 9 ամսեկան երեխային չխնամես, կապրի երեխան, չի ապրի։ Նույնն էլ 9 ամսեկան խաղաղությունն է։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում եկեք մենք ի վիճակի չենք հոգ տանել 9 ամսեկան երեխայի նկատմամբ։ Մեկ եք որբանոց հանձնենք այդ երեխային։ Այսինքն գիտեք ինչի, որովհետև իրանք ուզում են, որ մենք նորից մեր ճակատագրի ղեկը հանձնենք ուրիշներին։ Մենք ասում ենք ոչ սա պատմական պահ է, մենք մեր սեփական ձեռքն ենք վերցրել մեր ճակատագրի ղեկը եւ մենք կարող ենք, ես հավատում եմ, որ Հայաստանում կա քաղաքացի եւ ժողովուրդ, որ կարող է եւ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս է պատճառը, որ ես բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։
Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է առերեսվել, թե ինչ ենք քվեարկում 16-ին, ժողովուրդ ջան, որովհետև սա պաշտոնի կռիվ չի, սա թոռի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության, եւ ուրեմն 16-ին քվեարկելը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետությանը տեր է, անկախությանը տեր է, ապագային տեր է, խաղաղությանը տեր է, եւ այստեղ է, որ գալիս է մի շատ կարևոր հանգամանք։ Ժողովուրդ ջան, ես գիտեմ, հրապարակում հավաքված բազմաթիվ մարդիկ ամեն մեկը տարբեր իրադրություններ, տարբեր զբաղմունքի, սոցիալական վիճակի տեր մարդիկ են, համոզված եմ, որ ձեր մեջ չկա նույնիսկ մի մարդ, որը ոչ մի պրոբլեմ չունի, չկա այդպիսի մարդ, եւ չի էլ կարող ինձնից սկսած, ձեզանով շարունակած, բայց հարցը դրա մասին չի, Հայաստանի քաղաքացին անկախ իր սոցիալական վիճակից պետք է առերեսվի իր ուժին, իր արժեքին, որովհետև բոլոր մարդիկ այդ տեղավոր կապ չունի հարուստ թե աղքատ, կապ չունի սոցիոտարիքով թե 60 տարեկան 40 թե 25, բոլորը ունեն մի ձայն եւ այդ մի ձայնը առավել քան կարևոր է, այդ մի ձայնը գիտեք ինչ է նշանակում, որ Հայաստանի հետագա ընթացքը, կառավարության կազմը, վարչապետի ով լինելը, խաղաղության հետագա ընթացքը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք, այս ամբողջ հարցերի թրջուկը այսպես բարդ, պատմական, հազարամյա հարցերի թրջուկի լուծումը կախված է ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ես ուզում եմ, որ այդ մեկ մարդը ձեր բարձրացնի, մեկ մարդը ձեր բարձրացնի, եւ այս քաղաքացիների հավաքական, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ, եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Չարենցավանին, Կոտայքի մարզին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։